Մենակ այն փաստը, որ Մարիշը վստահում է Լիային, նրան չի դարձնում ավելի վստահելի։ Նանայի սպանությունից հետո ես նրան հարցաքննել եմ, ու նա ամեն կերպ պաշտպանում էր Բեկին։ Հնարավոր է իրոք չի իմացել։ Կամ էլ իմացել ու թաքցրել է։ Դա իրական հնարավորություն է։ Նա Բեկի մասին շատ բան գիտի ու եթե օգնի, Այ լավ ես ասում, եթե։ Մենք հստակ գիտենք, որ Լիան ուզում է մեզ օգնի։ Հակառակ դեպքում չէր համաձայնվի Մարիշի պլաններին։ Իսկ քո մտքով չի անցել, որ Լիան երկակի խաղ է խաղում, ու նրան Բեկն է ուղարկել։ Եթե Բեկը ուղարկածն էլ հիմա նրա մարդիկ վաղուց տեղ էին, Վարուժ։ Լավ, ենթադրենք ամեն ինչ այնպես է, ինչպես դուք եք ասում։ Բայց նա ինձ արդեն ձեր հետ տեսել է։ Իսկ այդ արդեն շատ վտանգավոր է։ Բայց վար Մարիշը պատմի, որ Լիան ընտանիքի համար անհանգստանում, դրա համար համաձայնվել է մեզ օգնի։ Լավ էլի Դավիթ, դրանք ընդհանրապես խոսքեր են։ լսի, նա արդեն քեզ տեսել է ու դրանով էլ ոչ մի բան չես կարող փոխել։ Չէ, կարող եմ։ Ես չեմ կարող sense ռիսկի գնամ։ Ու ինչ ես ուզում անես։ Կձերբակալեմ նրան։ Կզրկեմ Բեկի հետ հանդիպելու հնարավորությունից։ Այդ մարդը մեզ օգնում է, դու ձերբակալում ես։ Հա, ձերբակալում եմ, որովհետև եթե ինձ ձերբակալեցին, ձեզ էլ ոչ մի բան չի օգնի։ Հա պաստորն մեր համար ես անում, սա։ Խի միջև հիմա չես հասկացել։ Ես զոհասեղանին եմ դրել իմ կյանքը, ազատությունը, կարիերաս, ու առնվազն անարդարա, որ ինձ չեք հավատում։ Մենք ես հավատում ենք, ուղղակի ես իրավիճակը։ Ես եմ ձեզ հասցրել այս վիճակի։ Վերջ, հանգստացեք բոլորդ։ Լիայի ձերբակալելը կարող է հակառակ էֆեկտ ստանալ։ Բեկին իմանալով այդ տականքը հնարավոր է աղջկա ընտանիքին վնաս տա։ Ուղղակի վստահել է պետք, Վարուժ, վստահել։ Այդ վստահությունը կարա շատ թանկ նստի մեր վրա, Վարդան։ Կամ էլ հակառակը Լիայի օգնությամբ մենք կհասնենք Բեկին։ Լավ թող ձեր ասածով լինի։ Բայց եթե Լիայի պատճառով այս ամեն ինչը ձախողվեց, ինձ չմեղադրեք։ Առավոտ սպասում եմ ձեր զանգին։